երիտասարդական կազմակերպության պատվիրակ Անի Համբարձումյանին։ Մեծարգո պարոն նախագահ, հարգելի կուսակիցներ, այսօր ինձ համար մեծ պատիվ է խոսել այստեղ, որպես ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ։ Հանրապետականը այն կառույցն է, որտեղ ձևավորվում է կրթված, ազգային արժեքներին հավատարիմ և պետական մտածողություն ունեցող սերունդ։ Սերունդ, որը հասկանում է, որ պետության հզորության հիմքում գիտելիքն է, որ կրթությունն է ձևավորում պատասխանատու քաղաքացուն, ամրապնդում ժողովրդավարությունը և ապահովում ազգային ինքնության և պետականության կայունությունը։ ՀՀԿ երիտասարդականում տարբեր ծրագրերի, դասընթացների և նախաձեռնությունների միջոցով ստեղծվում են լայն հնարավորություններ, նոր գաղափարներ ձևավորելու, փորձ ձեռք բերելու և ուժեղացնելու երիտասարդների ներուժը։ Այսօր ես խոսում եմ ոչ միայն իմ անունից, այլ հարյուրավոր երիտասարդների անունից, ովքեր իրենց ժամանակը, էներգիան և հավատը նվիրում են գաղափարին, պետությանը և ազգային արժեքներին, կոտրելով 21-րդ դարի կարծրատիպերը, թե երիտասարդներին ոչինչ չի հետաքրքրում։ Ազգային պահպանողական մտածողությունը մեզ համար հետադիմություն չէ, այն մեր արժեքների գիտակցումն է, մեր արմատների գիտակցումն է, մեր արժեքների պաշտպանությունը և դրանց վրա ապագա կառուցելու պատրաստակամությունը։ Անձամբ ինձ այս ուղին տվել է շատ բան, այն ինձ սովորեցրել է պատասխանատվություն, համբերություն և մարդկանց հետ աշխատելու կարևորությունը։ Այն ինձ տվել է ընկերներ, գաղափարներ և հավատ, որ միասին կարող ենք փոխել շատ բան։ Այս ամենի մեջ առանձնահատուկ տեղ ունի մեր ընկերական միջավայրը։ Մենք այստեղ միայն գործընկերներ չենք, մենք թիմ ենք, ընտանիք ենք, որտեղ աջակցում ենք միմյանց, կիսում ենք թե հաջողությունները և թե դժվարությունները։ Այդ մթնոլորտն է, որ մեզ ուժ է տալիս շարունակելու և առաջ շարժվելու։ Մշտապես մեր շարքերը համալրվում են նոր երիտասարդներով։ Նրանք ապացույցն են, որ մեր գաղափարները շարունակություն ունեն և մենք ենք կառուցում մեր ապագան։ Այսօր ուզում եմ ասել, մենք դեռ շատ անելիք ունենք։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին երիտասարդներին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և նրանց զարգացման համար իրական հնարավորություններ ստեղծելու համար։ Սիրելի գործընկերներ, ես հավատում եմ, որ գաղափարն է հաղթում ժամանակին։ Վստահ եմ, որ մեր երիտասարդական կազմակերպությունը շարունակելու է զարգանալ, ստեղծել նոր ծրագրեր, ընդլայնել իր աշխարհագրությունը և պատրաստել այն սերունդը, որը արժանապատվորեն կծառայի Հայաստանի Հանրապետությանը։ Եվ վերջում, պարոն նախագահ, մենք երիտասարդ չէինք լինի, եթե կուսակցության համագումարին չփորձեինք բերել նոր ոճ և նոր շունչ։ Իմ ելույթի ավարտը սովորական չի լինելու, խնդրում եմ նայել էկրանին։ Ողջույն։ Հանրապետական ասելիս ինչ ես հասկանում։ Հասկանում եմ փորձ կառավարման, հասկանում եմ մեզ, պայքար, հանրահավաք, միտինգ, դատարան։ Ես նկարում եք։ Հանրապետական ասելիս ինչ ես հասկանում։ Հանրապետականը կայունության մասին է։ Հանրապետականը պահպանողականության մասին է, Անիջան։ Ինչ։ Պատասխանատվություն։ Հանրապետական ասելիս հասկանում եմ ամենառաջին միասնություն։ հասկանում եմ Նժդեյան գաղափարախոսությունների հիմքի վրա ստեղծված կուսակցություն, որը որ միշտ եղել է, կա ու կմնա ամուր։ Հասկանում եմ գաղափարախոսություն։ Ընտանիք, քանի որ կնոջս հետ ծանոթացել եմ այստեղ։ Հանրապետական ասելիս ընկերություն, դպրոց։ Հասկանում եմ եւ պատմություն եւ ապագա։ Հայրենիքի նվիրված քաղաքական ուժ։ Անվտանգություն, պայքար, Հին եւ նոր քաղբանտարկյալներ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Թույլ տվեք, ես